լեգիտիմության տեսանկյունից այն, որ հավասարության տեսանկյունից սկզբունքը հիմնարար խաթարվել է իրենց այս վարքագծով, իրենք իդեպ չեն էլ թաքցնում։ Ես մի քանի ելույթ հասցրեցի լսել, մարդիկ ուղիղ ասում են, որ սա ինչի համար է արվում։ Այսինքն այստեղ նույնիսկ չեն էլ թաքցնում։ Իրենք այս պահի դրությամբ ունեն սահմանադրական օրենք փոփոխելու անհրաժեշտ ձայներ, անում են դա։ Այսինքն այդ միջամտությունը անում են։ Իսկ այդ միջամտության դեմ լավագույն հակազդող, զսպող գործիքը, հարգելի գործընկերներ, ժողովրդավարությունը դա ցույց է տվել որն է։ Ժողովրդավարությունը։ Դա ժողովուրդն է իր իշխանության իրացմամբ։ Իսկ ժողովրդից ազդակները կարծում եմ առավել քան հստակ են։ Իրենք նաև պնդում են, որ սա ընտրությունները կամ ընտրապայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ։ Հարգելիներս, եթե նման երևույթ կա 2026 թվականի փետրվարի դրությամբ, երբ այս պայդերությամբ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան, եթե չեմ սխալվում, երբ հրամանագիրը ընդունում էր, դրա մասին չգիտեին։ Այդ հրամանագիրը ընդունվելու պահից, օրինակ, հիմա եթե ես բարեգործություն անեմ, մեկ մեր հայրենակցի համար, ով դրա կարիքը ունի, կգան քրեական գործ կհարուցեն եւ դուք կտեսնեք մի դաժան տեսանյութ բավականին բամբ ձայնով, որտեղ կհրապարակվի, որ խախտվել է բարեգործության արգելքը։ Հա, դրա հիմքն էլ հանդիսանում է Վահագն Խաչատուրյանի ընդունած հրամանագիրը։ Բա այդ հրամանագիրը այս դեպքում չի աշխատում, այլ կերպ ասած իրենք նաև նսեմացնում են նախագահի հրամանագրի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի իրենք այդտեղ խնդիր չեն տեսնում։ Միտում որպես այդպիսին ակնհայտ է ամեն կերպ վախին արձագանք։ Ես հասկանում եմ, որ դա է ի վերջո մարդկային իմաստով կարելի է հասկանալ, քաղաքական իրավական առումով սա խայտառակություն է։ Չէ, ես վիճաբանության մեջ չմտնում։ Դուք կարողանալու եք փոփոխել օրինակ պարզապես ուժեղ Հայաստան առանց Սամվել Կարապետյանի հետ եւ մասնակցել ընտրություններին։ Գիտեք, ես կարծում եմ թող լինեն համապատասխան իրավական ռեժիմները, ի վերջո տեսեք, օրինակ, երևի ծայրահեղ անհավանական մի բանն է, որ մենք միասին այսօր կարողանանք թռնել լուսին, չէ՞։ Օրինակ բոլորով ապրիլի 7-ի արդիվ թռնենք լուսին։ Այդ աստիճան անհավանական երևույթ է, օրինակ, որ Խաչատուրյան Վահագը, հանրապետության նախագահը 3 օր հետո ստորագրի այս հրամանագիրը եւ այն ոչ մի իրավական հետևանք չենթադրի։ Կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջնորդվի այն օրինականության կանխավարկածով, որ հետադարձ ուժի արգելք կա, վատթարացնող նորմ կա, մարտի 31-ից այլևս այս դաշինքը փաստ է եւ այլն։ Սենց անհավանական երևույթները, որոնք 0.1%-ի տրամաբանությամբ են, բայց հնարավոր է, չէ՞, գոյություն ունենան։ Եկեք այդ փոքր ժամանակը սպասենք, այնուհետև հստակ դիրքորոշումը կներկայացնենք։ Փոփոխությունները կընդունվեն։ Ինչպես ինչ անվանումով է դաշինքը մասնակցելու եւ մեկ էլ մի հարց, պարոն Վարդանյան, տեսնում ենք, որ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը Սամվել Կարապետյանի հենց լուսանկարով է ներկայացնում համացանցում, այդ տեղերում հնարավոր է, որ այս փոփոխություններով նաեւ լուսանկարը որպեսզի չանձնավորվի պահանջների լուսանկարով։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ եթե օրինակ հիմա դուք ոստիկանության ծառայողների եւ հատկապես Երևանի քաղաքապետարանի ծառայողների մոտ ձեր բջջային հեռախոսի վրա երկար պայեք Սամվել Կարապետյանի լուսանկարը, հնարավոր է ձեր բջջային հեռախոսը արգրավեն, նույնիսկ կալանավորեն ձեր բջջային հեռախոսը։ Նման հնարավորություններ կարող են լինել, ամեն ինչ էլ կարող է լինել, բայց այլ հարց, որ այդ ամեն ինչի դեմ ամենակարևոր կանխարգելող գործիքը դա ժողովրդի վստահությունն է, ժողովրդի ձայնն է, ժողովրդի դիրքորոշումն է, որի վերաբերյալ հստակ ազդակները կան։ Իդեպ հենց այդ հստակ ազդակներին ի պատասխան է, որ այսօրով նման աբսուրդային օրենսդրական նախաձեռնություն են բերել, որովհետև իրենց թվում է, եթե դաշինքի մեջ չօգտագործեն Սամվել Կարապետյան անունը, դրանից ինչ որ բան է փոխվելու։ Այն, որ փոփոխությունները գալիս են, այն, որ հստակ է, իրենց պատկերացումն է դա, իրենց պատկերացումն է դա, որը սին է եւ գիտեք, իրավիճակը հետեւյալն է։ Տեսեք, ի վերջո մենք ունենք ընտրական օրենսդրության սկզբունքներ, չէ՞, հավասարության սկզբունք։ Դա իրենից ենթադրում է, որ չի կարելի անել ապօրինություն։ Ապօրինությունը անում են, դրա վերաբերյալ գնահատականը տալիս ենք։ Ավելին, քաղաքական որոշումը իրավական հետևանք ներկայացնող ներկայացրել էինք։ Արդեն այլևս մի հատ պատկերացրեք, օրինակ, հանրությանը արդեն նման ձևով տեղեկատվությունը հասու է դարձել։ Ոնց կարելի է միջամտել ժողովրդի իշխանության
ընտրողի հանրության իրացման, իրավունքների իրացման գործընթացին, բայց այս իշխանությունը դա էլ է անում։ Այսինքն այլ կերպ ասած, եվրոպական ստանդարտների, մեր օրենսդրության ստանդարտների նկատմամբ սա պարզապես նսեմացնող վարքագիծ է։ Քավլիցի, նորից կկրկնեմ, փոփոխությունները գալիս են։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։